Ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության ու փրկարարծառայության նախաձեռնությամբ մարտի 12-ին Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել դիմակայունության բարձրացում հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով թեմայով աշխատաժողով։ Նպատակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խթանումն էր ուղղված տարերային երևույթների, հատկապես սողանքների դեպքում բնակչության պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանը, աղետների ռիսկի կառավարման պլանավորմանը, հանրային իրազեկվածության և ճգնաժամային հաղորդակցման ընթացակարգերի բարելավմանն ու դիմակայունության բարձրացմանը։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարության աշխատակիցներ ու փրկարարական ծառայողներ, Տավուշի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, մարզի համայնքների և բնակավայրերի վարչական ղեկավարներ, արտակարգ իրավիճակների գծով պատասխանատուներ։ Կարևորելով աշխատաժողովի նշանակությունը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդգծել է, որ նման հանդիպումները հնարավորություն են քննարկելու տարածաշրջանում առավել արդիական խնդիրներն ու դրանց լուծման և կանխարգելման միջոցները։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար, հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը ներկայացնելով աշխատաժողովի նպատակը, ընդգծել է մասնավորապես դիմակայուն հասարակության ձևավորման անհրաժեշտությունը։ Նա կարևորել է նաև համայնքային մակարդակում կարողություններն ու համակարգված աշխատանքը, հանրության տեղեկատվվածությունը, ինչը կօգնի ձևավորել իրազեկ և դիմակայուն հասարակություն։ Ներքին գործերի նախարարության աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչության ավագ մասնագետ Կարեն Աթայանը, որպես աղետների ռիսկի կառավարման ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի միջոցառում ներկայացրել է սողանքային ռիսկերի կառավարման համակարգի զարգացման ընթացքը։ Փրկարարծառայության, բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է համայնքային մակարդակում աղետների ռիսկի կառավարման համակարգի ձևավորումը, քարտեզագրումը և բնակչության պատրաստվածության անհրաժեշտությունը։ Փրկարարծառայության տարերային աղետների բաժնի ավագ հրահանգիչ Անահիտ Դավթյանը ներկայացրել է սողանքների կանխարգելման ուղղված աշխատանքները, որոնց նպատակը մարդկանց իրազեկվածությունն ու պատրաստվածությունն է։ Փրկարարծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ Լիանա Աբրահամյանը նշել է, որ հանրային իրազեկման միջոցառումները էական նշանակություն ունեն բնակչության պատրաստվածության բարձրացմանն ու ճգնաժամերի բացասական հետևանքների կանխարգելման տեսանկյունից, ինչի միջոցով հնարավոր է ստեղծել ավելի դիմակայուն հասարակություն։ Զեկուցողները կարևորել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների դերը բնակչության պատրաստվածության բարձրացման գործում։ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը պատասխանել է ներկաների Տավուշի մարզում սողանքավտանգ ուղղությունների առկայությանը, իրականացվող աշխատանքներին և հնարավոր վտանգներին վերաբերող հարցերին։ Ամփոփելով Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վահան Փիրումյանը նշել է, որ աղետների կանխարգելումն ու դրանց հետևանքների վերացումը առավել արդյունավետ են, երբ տեղական ինքնակառավարման մարմինները ակտիվորեն ներգրավված են գործընթացներում։ Նա ընդգծել է, որ համատեղ աշխատանքի արդյունքում կարող է ձևավորվել կայուն և անվտանգ երկիր, որտեղ յուրաքանչյուրը գիտակցում է իր պատասխանատվությունը և պատրաստ է արձագանքել մարտահրավերներին։ Մարտի 12-ին ներքին գործերի նախարարության և Հայաստանի խուլերի միավորում հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը և հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Հարությունյանը։ Արա Ֆիդանյանը շնորհակալություն հայտնելով համագործակցության համար ընդգծել է, որ ներքին գործերի նախարարության համար մշտապես կարևոր է եղել սահմանափակ կարողություններով անձանց հետ համագործակցությունը։ Մարինե Հարությունյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով համագործակցության համար նշել է, որ հուշագիրը կամրապնդի նախատեսված ուղղություններով համագործակցությունը։ Հուշագրի ստորագրումից հետո հասարակական կազմակերպության ներկայացուցիչները աշխատանքային քննարկում են ունեցել ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանի հետ։ Քննարկվել են սահմանափակ կարողություններ ունեցող անձանց հետ աշխատանքային համագործակցությանն առնչվող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ օպերատիվ կառավարման կենտրոնում որպես հեռախոսային օպերատոր աշխատանքի կանցնեն Հայաստանի խուլերի միավորում հասարակական կազմակերպության լիցենզավորված թարգմանիչներ, որոնք տեսակապի միջոցով կսպասարկեն սահմանափակ կարողություններ ունեցող անձանց կողմից ստացված զանգերը։ Քննարկվել է նաև համագործակցության շրջանակում օպերատիվ կառավարման կենտրոնի հետ համապատասխան ծրագիր մշակելու հարցը։ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի ծառայողները մարտի 10-ին ժամը 19-ին Արտանիշի դաշտամիջյան հատվածում ստուգման նպատակով մոտեցել են կայանված ԳԱԶ-24 ավտոմեքենայի։ Վարորդը իրավապահներին հայտնել է, որ իր մոտ ատրճանակ կա, իսկ մեքենայի բեռնախցում ինքնաձիգ։ 64-ամյա վարորդն ու 34-ամյա ուղևորը ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել են համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 12 լորազեպամ ու 2 սկոպրիլ տեսակի դեղահապ, 2 ներարկիչ մուգ դարչնագույն և
եւ սպիտակ լուծույթներով, թմբուկավոր ատրճանակ լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով, պայթուցիչով նռնակ եւ ծալովի դանակներ։ Տղամարդը բեռնախցից ներկայացրել է ինքնաձիգ պայեստատուփեր լիցքավորված 56 փամփուշտով, իսկ մեքենայի սրահից ատրճանակի պայեստատուփ։ Նա հայտնել է, որ ատրճանակը պատրաստել է շուրջ 20 տարի առաջ, իսկ փամփուշտներից 5-ը պատրաստել է ինքը, նռնակը եւ պայթուցիչը հետը բերել է Լեռնային Ղարաբաղից, իսկ ինքնաձիգը, դրա պայեստատուփն ու փամփուշտները իրեն նվիրել է ընկերը։ Տղամարդիկ ներկայացվել են Սևանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 64-ամյա տղամարդու տանը եւ քիչ շինություններում կատարվել է խուզարկություն։ Հայտնաբերվել է լորազեպամի 60 հաբ, կանեփի սերմեր, դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ, ատրճանակի դետալներ, ողորկափող հրացանի փող եւ մասեր։ Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Փետրվարի 13-ին քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն զանգահարած կինը հայտնել էր, որ անհայտ անձը մտել է Արմավիր քաղաքի Սայաթ Նովայի փողոցում գտնվող իրենց բնակարան, սակայն տեսնելով իր 10-ամյա տղային հեռացել է։ Դեպքի վայր մեկնած քրեական ոստիկանները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, նաև ուսումնասիրել են տարածքը հսկող սարքի տեսագրությունը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ բնականon ապօրինի մուտք գործելուն եւ կողության փորձին մասնակցել է 2 անձ։ Նրանցից մեկը 27-ամյա երիտասարդը փետրվարի 27-ին Մայրաքաղաքի Խանջան փողոցում հայտնաբերվել, կողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է Արմավիրի մարզային վարչություն։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Իրավապահները շարունակում են միջոցառումները մյուս կասկածյալ 36-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Մարտի 12-ին ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։ Մասնակցում էին միջգերատեսչական խմբում ընդգրկված ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում շահագրգիռ պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ներկայացվել են ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ոլորտում շահագրգիռ մարմինների կողմից իրականացված աշխատանքները, ինչպես նաեւ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության մշակած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Քննարկվել է ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին էլեկտրոնային հսկողությունից հրաժարվելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը եւ այդ համատեքստում օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը, ինչպես նաեւ այլ հարցեր։ Քննարկվող հարցերի վերաբերյալ մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։ Միջգերատեսչական խմբի հանդիպումները լինելու են շարունակական։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102, տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարությունը գործարկել է elections.mia.gov.am հարթակը, որտեղ 2025 թվականի մարտի 10-ի դրությամբ հրապարակված են առաջիկա թիմ ընտրությունների ընտրողների տվյալները։ Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի փոփոխությամբ ընտրողները թղթային եղանակով չեն ծանուցվելու։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել իրենց տվյալները։ Մարտի 30-ին կայանալիք ընտրություններին Շիրակի մարզի Գյումրի եւ Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրություններ բաժնում կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիմ 3003-2025 ընտրողների ռեգիստր եւ ընտրողների ցուցակներ բաժիններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիմ ընտրողների ռեգիստրի որոնմամբ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն։